Պարոն Շիրինյան, հայտնի դարձավ, որ ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանը կալանավորվել է 2 ամսով, ավելի վաղ այստեղ կոչեր էր հնչեցնում, որ եթե քաղաքական ուժերին չհաջողվի, իրենք իրենց ձևերով կմիջամտեն, գործողություններ կանեն։ Ինչ դիտարկումներ ունեք այս process-ի շուրջ, երբ ընտրություններին մնացել է 1 տարի, Ռուսաստանը դեսանտ է իջեցնում Հայաստան, ինչ նպատակով ձեր կարծիքով ու ինչքանով կհաջողեն։ Եթե Ռուսաստանը դեսանտ է իջեցնում, ուրեմն դիվերսանտ է ուղարկել։ Դրա համար էլ մեր լրատվամիջոցները գործարար, սրանք դեսանտ են Ռուսաստանի կողմից ուղարկված, եւ որ նպատակը հայրենիքը նսեմացնելն է պետությունից զրկելու առումով։ Մի համեմատություն եմ ուզում անեմ։ 90-ական թվականներին ԽՍՀՄ փլուզվեց եւ հրեաները ԽՍՀՄ կողոպտեցին Ռուսաստանը, տարան Իսրայել եւ Իսրայելը տեր կանգնեց։ Այս անասունները կողոպտում են Հայաստանը, տանում են Ռուսաստան, որ ասում են համեմատենք, բանել, համեմատենք։ Հիմա սա չեմ իմանում, ու ես դրան ընդհանրապես իմ տեսադաշտում չի եղել, որովհետեւ սուսուփուս է եղել, էլի։ Հիմա սա թաթարուբոյի ճանապարհը չի պատկերացնում իր աչքի առաջ։ Ռուսաստանը երթով ուղարկում փչացնում է։ Այդ որ ընտրությունների նախօրյակը, բայց էլ ընտրությունների մի տարի կա, բայց կյանքը ցիկլային է Ռուսաստանի հակապետական ուրեմն ապակայունացումները Հայաստանում ակնհայտ երևում է 3-4 ամսից չեն ուրեմն երկար տևում, լավ շատ 5 ամիս։ Այս ցիկլով էլ վարի են գնալու կաթողիկոս կոչված չեկիստը կամ ուզուրպատորը, ինքը եւ մի քանիսը, որոնք որ եկել են։ Հիմա մտածում եմ, սրանք էլ աղբանոցում քաղաքական ռուսները էլի բան ունեն, օրինակ ինձ թվում էր, թե կաթողիկոսից հետո էլ բան չպետք է հանեն, էլի, բայց պարզվում է, որ կտան ուղարկեցին եւ իր մեծամեծությամբ։ Օրինակ, գիտեք ինչ կա, շատ վերթևոցուցիչ է, որ ամեն մի հայվան, ինչ դիրքի էլ հասած լինի, Հայաստան գալուց ոչ թե ծնգաչոք երգիր է ներկայանում, որտեղ դա իր հայրենիքն է, որոնք այլ հոխորտանքով է գալիս։ Այս ապուշներն էլ գիտեն աշխարհում իր բան ահեղից եւ Պուտինից ենկով բան չկա։ Այս իրենց վերջը։ Հիմա այս բոլորը այսպես է, ցավալի է, բայց իրականություն է, բարձում է, որ քրեական այն տարը, որը Հայաստանում աճում էր Դեմիրճյանի ժամանակ, դա ապերոն էր, այդպիսի արտահայտություն կար։ Հետո դարձավ իշխանություն, բիզնեսմեն եւ Հյուսիսի հետ միանշանակ։ Ամերիկայի չեն կարող այդպիսի դեսանտ գալ։ Ամերիկյան արտահայտություն կգրստի մեխի վերջացնի, կփորձեն։ Ուրեմն սրանց նպատակը եղել է մնում է ստրկությունը հավերժ պահել, իրենք լինելով ստրուկ խոլոպ են, չէ՞, սրանք ըստ էության Պուտինի խոլոպներն են, ճորտերը եկել են Հայաստանի վրա, ինչ իմանալով, որ բոլորովին այլ երկիր է, բոլորովին այլ մշակույթ է եւ բոլորովին այլ ավանդույթ ունի եւ միաժամանակ համաշխարհային քաղաքական մշակութային քարտեզի վրա Հայաստանը հասակակից է Պարսկաստանին, Հունաստանին, Հռոմին, ովքեր աշխարհ են ստեղծել։ Այս ապուշները չգիտեմ, որ իրենք են ստեղծել, իրենց նախորդները գնում մոնղոլ թաթարական այդ հորդաների տակ ուրեմն տեղավորվում են եւ այսպես։ Հիմա թվում է թե հայախոսություն է, բայց հայախոսություն չի, իրականություն է։ Ինչ պետք է անել, ոչ մի բան էլ, այս անգամ ուրիշ բան եղավ, որ իշխանությունը գործեց ճշգրիտ հաշվարկով, վճռականորեն եւ այլն եւ մենք բոլորս նաեւ պաշտպանեցինք եւ պաշտպանում ենք իշխանության նման գործողություններ, որտեղ միշտ էլ ասել ենք, որ մի բան արեք։ ՔԺԿ-ն ճիշտ է, որ պաշտպանել է, բայց միշտ դժգոհ եղել են վիճակից, որ այս ապուշների բաց են թողում, դանում են, կթում են, ճիշտ է, բայց բաց են թողում, իրենք մեզ դուրս են տալիս։ Հերթական բանն է, գիտեք հարցը ինչն է։ Վրացական սցենարի։ Չեն կարող, դա նախ են հեղինակությունը չունի եւ մենք այդ վրացի չենք։ Ես այդ ասեմ ձեզ, իրավունք ունեք այդ հարցը տալու, բայց ես կուզենայի, որ այդ հարցը չդրվեր Վրաստանում ես, մենք յուրահատուկ ժողովուրդ ենք, չէ՞։ Դրա համար մեր ժողովուրդը ձևակերպել է, չէ՞, ասում եմ, մերն ուրիշ է, մեր ապուշներն էլ են ուրիշ։ Տեսեք, դասի չեն գալիս, են Բուևլախով գնաց Բաքու, բայց խելքի չի գալիս, որ
հերթական անգամ հերթական զոհն է սա Կրեմլի, որտեղ փչացրին բրծան։ Ես ուրիշ բան եմ ենթադրում, սրանք ռուսական կապիտալի մեջ խորտ տարրեր են, ճիշտ իրենք ռուսականացել են, բայց չեն ըստ էության լրիվ չեն հայկական արմատ է մնացել, ոչ ռուս են, ոչ հայ են։ Դա է թաթարը եւ այլն։ Եվ ռուսական կապիտալը երևի Կրեմլում որոշում ունեն հայկական այս ճագերտներում կապիտալին նաև մաշկեն, ձեռներից վերցնեն եւ այնիշ որ այդ Ռուբեն Վարդանյանի հետ են անում, ձեռից էլ Հայաստանն ապուկայունացնել է օգուտ է իրենց։ Այս գործընթացի մեջ հաջողություն չի լինելու, բարձրապես մեր իրավապահ բանվինները ամեն քաղաքացի նաև պիտի գիտակցի, որ իր պետականության ճակատագիրը սեղանի վրա եւ այստեղ դեմագոգիան ուրեմն չպիտի շփոթեցնի մարդկանց, ուրեմն այս անգամ այս պարտիան պետք է չկվի Հայաստանից քաղաքական կաթողիկոս կոչվածի ուզուրպատորի գլխավորությամբ, որ եկեղեցին մաքրվի դառնա Հայաստան, որ բիզնեսը մաքրվի դառնա Հայաստան եւ այսպես շարունակա, հասկանում եք ոնց է։ Դա բան չեմ տեսնում։ Պարոն Շենյան, բայց Ռուսաստանը ակնհայտ մտահոգություններ ունի Հայաստանի քաղաքական իրավիճակից ու ստացվում է, որ կաթողիկոսի եկեղեցու միջոցով չստացվեց, հավելյալ ուժեր է կենտրոնացնում այս ուղղությամբ, դրանից առաջ տեղի արդեն հեղինակազրկված գործիչների միջոցով էր փորձում անել, այսինքն մենք կսպասենք, որ անընդհատ Ռուսաստանը փորձել է։ Մտածում են Սամվել Կարապետյանը շատ մեծ հեղինակություն ունի, բայց գիտեք, կարող է ունենան հեղինակություն, դա էլ է հնարավոր, ենթադրենք մեծացրած դինեն KGB-ի պատվալներում կույսեր, հանգարց վերեն, բայց դա երբ որ հայրենիքի եւ պետության հարցն է լինում, ժողովուրդը փչացնել գիտի։ Այն չի որ կույս որ գա, պետք է հավատան։ Չնայած դե ես իրա մասին ման չեմ կարող ասել, որտեղ այստեղ չի գործել, այստեղ ինչ-որ բաներ չի արել, իմ իմացածով, բայց կուսությունը չօգնեց։ Բայց Մոսկվայի ես հավատում եմ, որ Մոսկվայում գնահատելն է, որ սա տեսքով բավականին ուրիշ է, այն ասենք ում Զորի Բալայանի տեսքը չունի Քոչարյան Ռոբերտի, Սերժ Սարգսյանի այս մառախլապատ բանել, բարեկիրթ եվրոպական տեսք ունի, ռուսական էլ չունի, բայց դա ինչ նշանակություն ունի, կարող են ուղարկել այդպեսին։ Մեկ է չի լինելու, ինչու որովհետև մենք անկախ պետականություն ենք, մի կարևոր հանգամանք է տեղի ունեցել մեր ժողովրդի համար։ Մեր մեջ արքետիպային գենը որպես հնագույն պետականություն ունեցած ժողովուրդ շարժվել է։ Սա է էլ մանավանդ երիտասարդ սերնդի, միջին սերնդի մեջ։ Ես դա տեսնում եմ, շարժվել է, որ իրենք այն ռասակոծը չեն, թերքաջորդը չեն, ինչ-որ բան եղել է, բայց իրենք Արտաշեսյան հայերն են, Արտաշեսյան հայերն են, ձեր մեջ էլ եմ դա տեսնում, իսկապես եմ ասում, այդ սերնդի ոչնչով չես գայթակղի, մանավանդ տեսան ինչ այլանդակություն է Ռուսաստան կոչվածը, հասկանում եք ոնց է, Պուտին, սա հիմա երկրորդ մասով ասեմ, Ռուսաստանը ինչու է այս գործելաձև որթե գրել, որտեղ ֆիզիկապես այստեղ հեղաշրջում անել չի կարող, որտեղ ինքը իրականության մեջ արնակամ եղած հին աղվես սատկում է։ Ռուսաստանը սատկում է, հայությունը չի ավադում, եւ Ուկրաինայում արնակամ է լինում, ուկրաինացիները ճիշտ իրենք շատ դժվար են, ուրեմն կռվում են, դե դաժան կռիվ է, դաժան, բայց ըստ էության իրենց բարեկամների օգնությամբ երագն են մտել եւ այդ հնցած արյունը բաց են թողել։ Ռուսաստան ոտի չի կանգնելու։ Ես այս ապուշների վրա եմ զարմանում, որ էլ ռուս են մնում։ Երևի ռուս չմնա աշխարհում, բայց ռուսահայերը մնան, արմիաշկեկը որպես ռուս։ Դրանք կմնան։ Բայց այդ ժամանակ Ադրբեջանը պիտի քայքայե, որտեղ Հայաստան արդեն նորմալ երկիր եղած գնում է։ Պաստուն մի ամբողջ ապարատ է ռուսական գործում Նիկոլ Փաշինյանի դեմ, նույնիսկ ոտերի միջոցով այսպիսի հրապարակումներ եղան։ Մարիամ ջան, դա քաղ տեխնոլոգիա, երբ որ Նիկոլ Փաշինյան են ասում, դրանով նրան մեկուսացնում են կառավարությունից, ազգային ժողովից, հետևաբար նաև ժողովրդից։ Ստացվում է, իրենք Հայաստանի պետականության դեմ են կռիվ տալիս։ Դուք էլ լինեք Մարիամի դեմ են կռվելու, չեն, որտեղ մենք մեր եղբայրն են, այն
որ Մուհամմեդը, որ իրենց համար ծնվել է ժամանակին, դրանց մեզ ախպեր է կարգել մեծ, ու պետք է ասեմ, որտեղ նստենք ինչ անենք, չնայած իրենք չեն եղել, մենք եղել ենք։ Իրենց մտածողություն խաթարված, իմպերիալիստական, փչացած ուղեղ է եւ չարական։ Ռուսաստան այն գլխից Հայաստանի պետականության ողերն թշնամին է, բայց հաջորդի բարեկամը չի։ Պարզ է, այս բանաձևը հայությունը պետք է յուրացնի եւ ցեղասպանություն ինքն է հրահրել եւ Թուրքիայի հետ ընդհանրում է շատ չեմ ասում թուրքերը շոկոլադ են էլ, այս առիթը օգտագործել է Իսրան նրա հետ եւ այլն եւ հիմա Նիկոլ Փաշինյանի դեմ ոչ մի կռվել չունեն, հիմա գուցե Նիկոլ վարչապետ չլներ Սամվել Կարապետյանի հետ Կրեմլում գնար ինչ-որ գործով նստեին ու տեն խմեին եւ իրար կենաց ասեին։ Նա պետության դեմ է կռիվ տալիս Հայաստանի։ Վաղներ ցես կտա, մյուսի եթե դուք այդ աթոռը կզբաղեցնեք եւ կպաշտպանի կաթողիկոսի աթոռին դրած չեկիստին, իր չեկիստին այլասերվածը մանկապիրց եւ ուրեմն ուխտադրուժ, որտեղ այդ ինստիտուտն է ուզում օգտագործել իր համար։ Նա հայոց եկեղեցին չի կարող, Հայաստանի ցարակելական եկեղեցին չի կարող վերցնել, բայց նա վերցրել է ապարատը, ինստիտուտը եւ ծառայեցնում է իրեն եւ մի ոռնոց է դրվում է, ասում են ուզուրպատորը մանկապիրց է եւ ուխտադրուժ է, ասում են կռիվ են տալիս Հայաստանյան ցառաքելական եկեղեցու դեմ, չէ, եկեղեցու համար է պայքար այստեղ, իրա դեմ։ Ես չեմ զարմանա, որ վաղնել դա նաև եկեղեցուն է վարկաբեկում։ Հիմա տեսեք ինչ է լինում։ Ճիշտ է, որ իրենք պաշտպանում են, ասում են Հայաստանյան ցառաքելական Սուրբ եկեղեցի եւ այլն, բայց հիմա 99%-ը գիտի կամ հավատացած է, որ սա ուզուրպատորը մանկապիրց է եւ ուխտադրուժ է։ Եկեղեցին հետ վարկաբեկվում է, չէ ինչ կանել լինի, ինչ կանել չլինի։ Մինչև որ մեր ժողովրդի հոգեվոր կյանքի համար կյանքի հարց է։ Փչացնում են նաեւ այս բարակայը օգտագործելով փչացածին, իրենց փչացրածին եւ ես չեմ զարմանա ասեմ որ վաղնել արվամոլությունը պաշտպանեն այս եպիսկոպոսները որովհետեւ ըստ էության դե հիմա վարչապետը երևի ցուցակը ձեռն ովքեր են KGB-ն ռուսական եկեղեցու մեր եկեղեցու մեջ ես ենթադրում եմ դուք ենթադրում եք ինքը չէ այդ փաստաթղթերը ձեռի տակ կունենա ովքեր են քանի երեխա բռնաբարել քանի երեխա որտեղ ունեն, այդ էլ կարող է այդ հանցագործություններն էլ կարող է լինել մանր բաներ մնացածի հետ համեմատած, որտեղ այդ ուրիշ բան է ծառայությունների տեղեկատվությունը, մեր տրամաբանությունը եւ այլն։ Եվ այդ հարցը, եկեղեցու հարցը շատ շտապ պիտի լուծվի, անթույլատրելի, սա ամենակարևոր հարցն է, ոչ թե նրա համար, որ KGB-ի գործ է, այլ մեր ժողովրդին անհրաժեշտ հոգևոր ծառայություն է պետք այս ամենադաժան դժվարին ժամանակներում, եւ մեր ողերին բարեկամը մեր ժողովրդին զրկել է իր հոգևոր տունն ունենալու Գրիգոր Լուսավորչի ստեղծած այդ հրաշք տաճարից։ Դե տեսնենք ինչ դիմադրություն կա այդ հարցը լուծելու շուրջ Մոսկվայից, տարբեր դեսանտներից։ Ուղղակի երևում է, որ գողապետությունը շատ խոր արմատներ ունի Հայաստանում եւ գողականությունը Դեմիրճյանի ժամանակվա ցեխավիկ ապերո կոչվածը, որ դարձավ ձեռնարկատեր, պաշտոնյա եւ այլն Լևոն Տեր-Պետրոսյան, Սերժ Մեժելի, սա խոր արմատներ ունի։ Դա մեր հարցը պետական աշինության հարցը շատ դժվար հարց է։ Եվ մենք իմ ասածը գալիս է հաստատվելու, որ ազգային ժողովն նախ պիտի հաղթենք անպայման եւ երկրորդը 4-րդ հանրապետություն պիտի հիմնենք ավգյան ախորները մաքրելած լինելով առաջինը ռուսական գողապետական ազդեցությունից եւ վերջ մնացածը մենք մեր արքետիպը կշարժվի ինչպես շարժվել է տեսեք ժողովուրդը կայուն իշխանության հետ է դժգոհ է կայուն իշխանության հետ է նրա հավաքական իմաստությունն աշխատում է 1000%-ով եւ այդ դեպքում սրանք թքած ունեն Սամվելների եւ Սամվելների փողի վրա այսպես որ թքեցին Թաթարուբոյի եւ նրա ունեցած գումարների վրա Ղարաբաղյան կլանի վրա սա ժողովրդի հավաքական հիշողությունն է եւ հավաքական իմաստությունն է իսկ
հեծի ազգայնացման գործընթացը ինչքանով կհաջողի, պետք էր արդյոք թե ոչ, ինչ ռիսկեր կան այստեղ։ Այստեղ ես պայմանագիրը չեմ կարդացել, բնականաբար շատ լավ խումբ պիտի աշխատի եւ շատ արագ պիտի բանանեն, հարցերը արագ, ԿՊ-ն պիտի սովորի արագ աշխատել, արագ հարցերը լուծել, վաղվա չթողել, ինչքան կթողի չգնաժամ այնքան կխորանա, դա չի մենակ Մեզ համար կարևորը չափազանց բանը երկաթուղին, ռուսական երկաթուղի պիտի ազգայնացվի անպայմանորեն, որովհետև վաղը չեմ այսօրը ուզենք չուզենք եւ այդպես լինելու է Միացյալ Նահանգների օժանդակության թե ինչով, նաեւ ուրեմն ես վստահ եմ, որ երկաթուղին աշխատելու է եւ Նախիջևանով է աշխատելու եւ դեպի Բանդարաբաս եւ Իրան եւ այլն, որը ժամանակից լինելու է վաղը, այսօրը կամ մի տարի, երկու տարի հետ մենք մեր երկաթուղին ոչնչի պիտանի չի, ոչնչի իրենք փչացրել են ամեն ինչ, դա պիտի վերցվի եւ կարող է Նախիջևան աշխատելու է եւ լինի, դա չի կարող համապարփակ կարգավորում չլինի ենթադրենք, ուրեմն դա էլ պիտի արվի մնացածներ, մանավանդ Զանգեզուրում, մեկ Զանգեզուրի բոլոր ձեռնարկությունները պիտի ստուգել, հանքավայրեր եւ այլն, եւ ռուսական կապիտալ այս ձև չորով պիտի վերցնել, հայ է թե թուրք է, կապ չունի սեփականատերը, Ալավերդու պղնձածուլականն է, Քաջարանի պղնձածուլականն է եւ իշխանություն չպիտի բավարարվի անընդհատ գլուխ կողի, որ 12% կառավարությունը սեփականության տեղ է, ոչ հայ ժողովուրդը պետք է լինի իր ընդերքի եւ ունեցածի 100% սեփականատերը։ Եվ այստեղ ես իշխանությանն ասեմ, իհարկե պասարանք պատմական պայմաններում առաջացող բառեր, պիտի կոնցեսիոն ընկերություններ առաջացնենք պետական սեփականությունով։ Իհարկե ամենալավ տարբերակը 50+1-ն է, երբ որ մասնավորի ներընդգրկում կլինի, բայց հսկիչ ծրարը կառավարության ձեռքը կլինի ու վերջ հաջորդի սեփականությունն է։ Նույնիսկ տեղեր կա, որ 100% պետք լինի պետական։ Տեսեք Իրանը ունի այդպիսի բան, Իրանը եթե դա չունենար, Իսրայելի սարվածներին չէր դիմանա։ Բայց մասնավոր երկիր է, ինչ-որ կապը բան է, սոցիալիստական երկիր չի։ Այսինքն այս համամասնությունը պիտի բան անել, իսկ ԿԺԿ-ի տեսակետը մենք ավանդական լիբերալ պահպանողական տեսանք աշխարհի բոլոր երկրներում, որտեղ ԿԺԿ կա, նրանք կողմ են ուժեղ պետականության, ոչ լիբերալ։ Լիբերալ արժեհամակարգի մեջ եւան, բայց պետությունը ուժեղ։ Եվ մենք խնդիր չկա, ու մեր ժողովրդին ուզում եմ ասել շատ մի հուզվեք, այս հերթական փալասն է, էլի, դրանց տները դղյակ բան են, պարզվում է, թե դրանք այդ կարողություն ունենային, ներաշխարհի հետ կլինեին, ես իմ ազգային հերոս, բայց պարզվում է Ռուսաստանի կապիտալի լաքեյներն են, որոնք թաթարոբոյն տեսակել է, եկավ Ստեփանակերտ, որ ընդդեմ քամի աներ, Հայաստանում դառնար վարչապետ, էնել քամին տարավ իրեն տվեց ադրբեջանցիներին, որ ամեն գիշեր ցերեկ բռնաբարեն։ Այսինքն սա էլ իրենց ճանապարհն է, դաժան եմ ասել, որ հասկանան։ Խանջանին էլ են ռուսներն այդպես արել, ռուսներն իրենց ամենալավ հավատարիմ ծառայած բոլոր հայերին տվել են թուրքերին կամ կազակներին բռնաբարելու, վերջացնելու։ Իրենց ճակատագիրն այդպեսին է։ Հիմա մեզ հետ էլ կարող է բան լինել, բայց մեր հոգի խաղաղ կարող է։ Այսինքն մենք ինչ է, մեր երկրներն ոչ չենք արել, բացի լավը։ Եթե չենք կարողացել լավ բան անել, վատը հաստատ չենք արել։ Ես էլ կայեմ, այսօր բան է։ Ռուսաստանը այս Պուտինի ժամանակ անընդհատ ոնց է թվաբանություն չգիտեն, տկետ են, անընդհատ սխալ հաշիվ է անում։ Սխալ հաշիվ արին 3 օրում Ուկրաինան վերցնեին։ Հիմա քանի որ 3 օրից հետո անցել է քանի, չէ 4 տարի գրեթե։ Հիմա ամեն օր հաղորդ տեսեք տգիտությունը։ Սրա փորձագետներին եմ ասում, որտեղ են Զատուլի, Մատուլին են ձեր խոսորձ հանջարներն, անասուններ, եթե դուք բանի պետք է ձեր երկիրը փրկեք։ Ամեն օր ասում են Ուկրաինայում չէ, այս բնակավայրը գրավեցին, շարժվում են այստեղ, շարժվում են, հələ Դնեպրին չեն ասել։ 4 տարում եթե այդքան շարժվել էին,
Ուրեմն Դնեպրը գոնե անցնեին, չէ՞ Կիևը։ Եվ ինչ է ստացվում, այդ աշխատում է ռուսական մտածողության մեջ այս բանաձևը, հայերը լավ թե հասկանան, հետո առաջ գնանք իբրև թե շարժվում ենք։ Եվ այստեղ էլ պատկեր առաջանում բան գիտեն։ Նույնն էլ Իսրայելն արեց, գիտեին իրենց բաները, ինչ են ասում, տանիքները, հագոթային պաշտպանությունը, տեխնոլոգիա եւ այլն, հարձակվեցին Իրանի վրա, հիմա ըստ էության Իսրայելը կանգնել է իրանական բալիստիկ հրթիռների ոչնչացման ուղիղ խնդրի առաջ, շարունակեն մի շաբաթ էլ Իսրայելից ոչինչ չի մնա, բալիստիկ հրթիռների հարվածից եւ պարզվեց, որ Հայաստանում փառաբանված իսրայելական զենքը, հա, եւ ուրեմն կուպելները կոպեկ չարժեն։ Դզնակ ոնց է ռմբագոծում խփում, ինչ է պետք ուրեմն, կա այստեղ փրկիչ մի բան, պետականություն ունենալու անշեղ կամք, ինչը որ մեզ բարտադիր է մեզ համար, որտեղ տապես պարտավորեցնում են դրտատ մեծ ուրեմն արշակունին եւ Գրիգոր Լուսավորիչը։ Չեք, ես հայտարարության մեջ օրը մի հատ բան են գրում, Պասկվիլ է, տեսովոր են KGB-ին տեղեկագրել գրել, հիմա էլ հոգևոր խորհրդի անունից թղթեր է գրում տարածում։ Ես վերջինի մեջ վերջում գրել է հայոց առաքելական եկեղեցի, ես տկետ իմ ասեմ կաթողիկոս կոչվածին է, եւ են Արամ կաթողիկոսին։ Մենք չունենք, չենք ունեցել, չենք ունենալու հայոց կամ հայ առաքելական սուրբ եկեղեցի։ Մեր եկեղեցին հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցի, հայաստանյաց, ինչու չեն ասում, որտեղ այդ դեպքում կասեմ, բա ում ես դավաճանում, ում ես տրվել, աղբորը թեթ եւ այլն, հա, խոլոպ, եւ այս բոլորը Հայաստանի պետության եւ մեր եկեղեցու հավատի եւ մեր եկեղեցու համար կրիտիկական զանգվածի պայքարը, բայց մենք դա շահել ենք, իշքան շուտ չեկվեն պուտլերալեզները, ենքան լավ կլնի։ Իսկ Մոսկվայի ես մեր նախկին հայ գործարարներին խորհուրդ եմ տալու, Ենարա Աբրամյանին հետ, լսի, ուրեմն, որ Կրեմլից կուղարկեն հերթական, որպես մոնղոլ թաթարական ջոկատի հրամանատար Հայաստան դեսանտի, քեզ կկախես խարագիրի ենթարկվես, Հայաստան չգաք, մեկ է ոտները ջարդվելու են, կամ էլ պուտլերը վերցնել ձեզ ուղարկի Բաքու, որ բռնաբարեն թուրքերը ձեզ, որտեղ դուք այդ խնդիր չեք կարող լուծել, ինչ որ ուզում եք, Ռուսաստանն էլ են Ռուսաստանը չի։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։